Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 17-ի համար, բոլոր կենդանակերպի նշանների համար։ Եթե ժամերը չլինեն սիրելիներս, ուրեմն շատ եմ զբաղված եղել և հնարավոր չի եղել ժամերը գրել։ Դուք կարող եք առաջ տալ, տեսնել արդեն համենայն դեպս բավականին ժամանակ է տևում, մինչև ես քարտերն եմ տեղադրում, երբ որ քարտերը տեղադրեմ վերջացնեմ, կարող եք արդեն կանգնեցնել և փորձել լսել։ Միայն այդ դեպքում, եթե մեկնաբանությունները բաց լիներ, հնարավոր է ինչ-որ մարդիկ փորձ էին գրել, բայց թե մեկնաբանությունները ցավոք չեմ կարող բացել։ Դրա համար, եթե այդպես լինեն այդ օրերը, ոչինչ, պետք է ուղղակի հասկանալ, որ այդպես էլ է լինում։ Իսկ հիմա արդեն գնայինք կանխատեսումը, գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 17-ին։ Լավ կլինի կրկին անգամ։ Ուղղակի պետք է հասկանանք, զգուշացում ունեք, ովքեր որ նայում են այս հատվածը, զգուշացում ունեք խաբեության վերաբերյալ, բայց կրկին անգամ փորձեմ։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 17-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, բացի դա էլ կարող է սա գերհոգնածություն է, որ ուզում եք լիարժեք հանգստանալ և ուզում եք պարկել, տեղերից վեր չկենալ, կամ իրոք կարող է հիվանդեք, կամ տանը հիվանդ ունեք, ում որ պետք է խնամեք, կամ դուք եք վատառողջ և դրա համար ձեր տրամադրությունը ընկնում է, մի տեսակ, որ ոչինչ չեք կարողանում անեք, ձեզ այդքան էլ լավ չեք զգում։ Եվ ուղղակի կարող է ինչ-որ մեկն է հիվանդ, պարկած և իր պատճառով է, որ ձեր տրամադրությունը գցում եք այդ օրը։ Բայց օրվա ընթացքում ամեն ինչ նորմալ է, կամ նաև հոգնած եք և չեք կարողանում հանգստանալ, որովհետև հանգստյան օր ձեզ չեն տալիս, դրա համար չեք կարողանում հանգստանալ և դրա համար տխրում եք, դեպրեսիվ վիճակ է ձեզ մոտ։ Իսկ օրվա ընթացքում լուսավորվորության մի բան տեղի կունենա ձեզ հետ, ոչ ինչ-որ մի բան է, որը ձեզ կուրախացնի կամ ավելի լավ կզգաք, եթե դուք եք վատառողջ, ապա օրվա ընթացքում արդեն ավելի լավ կզգաք։ Եվ կամ ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կարող են գալ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Կնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 17-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ որ մի բան է ուշանում կամ այն ինչ որ ուշանում էր, ավելի շուտ է լինելու եւ դա ձեզ կուրախացնի։ Դա ուրախալի լուր է ձեզ համար, լուսավոր մի լավ բան է ձեզ համար, նաեւ կարող է դա այստեղ հաջողություն էլ ունեք, հնարավոր նաեւ հաջողություն է իր հետ բերում այն ամենը, ինչ որ իրոք պետք է ուշանար եւ հիմա ավելի շուտ է լինում։ Եվ դռները բաց են այդ օրը ձեր առջև, ինչ ուզենաք կարող եք հանգիստ անել, ավելի թեթև կարող եք անել եւ օրվա ընթացքում որևիցե հնարավորություն ունեք, որը կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, այդ ուշադիր եղեք, որ բաց չթողնեք։ Եվ եթե ինչ որ հնարավորությունը կապված է այնպիսի մի բանի հետ, որ նաեւ կասկածելի է, այդ ժամանակ արդեն պետք է ուշադրություն դարձնեք, որովհետեւ խաբեությունը նաեւ կա եւ կարող է նաեւ ձեզ խաբել։ Եվ թեկուս պայմանագիր ստորագրելուց եւ այլն, յուրաքանչյուր բան պետական հարցերի դեպքում եւս շատ ուշադիր եղեք։ Նաեւ ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, այսպես փուչիկի նման կարող է պայթել այդ գաղտնիքը, ինչ որ մի բան կարող եք իմանալ։ Հնարավոր է ոմանց ամուսնության առաջարկ են անում, սիրո խոստովանություն են անում, դա է կարող է փուչիկի նման պայթում, իմանում եք ինչ որ մի բան կամ իմանում եք, որ ինչ-որ մեկը ամուսնանում է, կամ ձեզ կարող են հրավիրել հարսանիքի։ Եվ այստեղ նաև սիրո խոստովանություն եւ հենց ամուսնության առաջարկը կարող է այնպես լինել, որ այդպես ծաղիկներով, մաղիկներով չլինի, ուղղակի խոսակցություն լինի եւ դուք մտածում եք, տատանվում եք։ Ամենայն դեպս օրվա վերջ որևիցե հարց կարող է առաջանալ ձեզ մոտ, որից որ դուք կարող եք տատանվել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 17-ին։
Հարգելի եկորյակներ, այդ օրը կարծես թե հիվանդանոցում ինչ-որ մեկը ունեք, ով որ պարկած է կամ ծննդաբերում է, ունեն դեպս այդպես կամ նաև հիվանդ է, որ պետք է կամ դուք խնամ եք, կամ դուք եք հիվանդ, ելք եք փնտրելու, կամ տանից դուրս գալու, կամ դեղորայք գնելու, կամ ինչպես մտնեք տվյալ անձնավորության մոտ, եթե հիվանդանոցում է։ Դա նաև կարող է ձեզ համար ուղղակի վատ լուր է, որ ինչ-որ մեկը հիվանդանոցում է գտնվում։ Եվ գումարի հետ կապված բավականին նեղվում եք, եթե այդտեղ իրոք հիվանդանոցի հետ է կապված, կարող է ծախսերն է, որը որ նեղվում եք։ Նաև օրվա վերջ դա կարող է լինել, օրինակ աշխատավարձն են ուշացնում, էլի չեն տալիս, գումարի մասին եք խոսում, ինչ-որ մի ձև կարող է նեղվում եք, կամ գումար է գալիս ձեզ մոտ, հուզվում եք, ինչ-որ մեկը կարող է ձեզ օգնում է գումարով, կամ վարկ են տրամադրում եւ հուզվում եք, կամ աշխատանքի վայրում բոնուս են տալիս ձեզ, կամ հակառակ ուղղակի գումարը չկա, դա է հուզմունքի պատճառը, արտասվում եք։ Եվ ինչ-որ միտեղ կարող է գնալ, երկար մնալ այնտեղ, կամ սպասել, կամ ինչ-որ մեկի մոտ մնալ, եւ երկար սպասված, որ եթե տեղեկատվություն կստանաք, լուր, փաթեթ ոմանք, եթե ինչ-որ բաներ եք պատվիրել, փաստաթուղթ նաև կարող է գալ, կամ փաստաթղթի եք սպասում, ստորագրության, ինչ-որ տեղեկատվության պատասխանի եք սպասում, դա եւս կարող է գալ։ Այսքանը ձեզ համար մի քիչ խառը օր է, հնարավոր է նաև էմոցիաները ավելի շատ լինեն լուսնային նշանով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 17-ին։ Հարգելի խեցգետիններ, ինչու այդքան լարված օր։ Մի քանի օր չեմ ասե ինչ է լինելու, հա, ամբողջը խառնվել է իրար։ Այստեղ գործերը առաջ չի գնում, կամ դուք չեք մղում առաջ, կամ հնարավորություն չկա մղելու, կամ ինչ-որ մի բան է խանգարում ձեզ այն մղելու համար։ Եվ հույս ունեք, հույսով լցված եք, որ կամ առաջ կգնա, կամ կկարողանաք դա անել, ինչ-որ մի բանը հույսը կամ հույսներ դրեք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, եւ դա եւս կարող է չի լինում, որովհետեւ այստեղ երեկոյան արդեն կռվում եք ինչ-որ մեկի հետ։ Խոստացել էին, որ ինչ-որ մի ձևով կամ առաջ կտանեն, կամ ինչ-որ մի ձև կօգնեն, բայց ոչինչ չի լինում։ Եվ նաև այստեղ կտրուկ որևիցե քայլ կարող եք անել։ Սխալ քայլ կարող եք անել, անմտածված քայլ կարող եք անել, հա, այդ պահով մի փոքր պետք է ուշադիր լինեք արդեն։ Այսքանը ձեզ համար։ Խառը օր է մի կերպ, որ ասում է, պետք է կարողանաք տանել առաջ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։
Ինչ է սպասվում առուսներին հունիսի 17-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը երկար սպասված ոյցե տեղեկատվություն կստանաք, նաև փաթեթ, ոյցե փաստաթուղթ, եթե սպասում եք, ճանապարհ կարող եք գնալ, կամ ձեզ մոտ կարող են գալ, կամ դրան եք սպասում, որ գնայիք ինչ-որ մի տեղ։ Կարիերայում չնչին փոփոխություն, մի փոքր բարձրացում, տարբերությունը կարող եք նկատել ձեր աշխատանքի վայրում, որտեղ որ աշխատում եք, ինչ-որ կարող են ուրիշ ձև սկսեն վերաբերվել, կամ ինչ-որ առաջընթաց նկատեք, կտրուկ ոչե քայլ կարող եք անել, ուշադիր եղեք, որպեսզի անմտածված քայլեր չանեք, դա նաև կարող է լինել ինչ-որ անսպասելի որևիցե մի բան։ Սեղանի շուրջ եք նստելու, նաև սեղանի շուրջ կարող են ձեզ ինչ-որ մի բան առաջարկել, որն էլ որ կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Դա արդեն կարող եք ասել հետո կպատասխանեմ, հետո արդեն ուշ լինի, դա համար լավ մտածեք։ Նաև եւս նորություն կլսեք երեկոյան, կամ փաստաթուղթ կստանաք, կամ փաստաթղթերի հետ կաշխատեք, կգրեք, կջնջեք, այդպես կարող է նաև դա լինել։ Փաստաթղթերը կարող եք հավաքել։ Գործերը, բայց ամենայն դեպս առաջ չեն գնում այդ օրը, չեք կարողանա առաջ տանել, կամ այդ փաստաթուղթն է, որը դեռ թույլ չի տալիս ամբողջությամբ գործերը առաջ մղել, դեռ ինչ-որ բան է պակասում, եւ ելք եք փնտրելու, որպեսզի ինչ-որ մի բան անեք այդ օրը, կամ այդ փաստաթղթի հետ է կապված, կամ գործերը առաջ մղելու հետ է կապված, յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 17-ին։
Հարգելի կույսեր, այնքան շատ իրադարձություններ ունեք, ես հատառատ կասեմ, դուք արդեն այնտեղ մեկը մյուսի հետ կարող եք կապել, հա, ամեն մարդ իր կյանքը։ Ուրեմն այդ օրը կարող եք վիճել, հնարավոր է գումարի հետ է կապված, դա գումարային խոսակցություններ կամ բանկի հետ կամ պարտքատիրոջ կամ եւ այլն ինչ որ տան վարձը եւ նման որից հարցեր, որոնք որ կարող եք այդտեղ վիճել։ Եվ հետո կսկսեք դա տանվել, ծանոթ անել կամ վեճը կամ ընդհանուր թե ինչպես օրինակ գումարը հետ վերցնել կամ ինչպես գումարը տալ։ Օրվա ընթացքում նաև կարող եք հանդիպել, ոչ թե կնոջ, այդ կինը այդքան էլ լավը չի, ինքը մի քիչ կախարդ կին է։ Նաև ոչ թե տղայի, այդ տղան կարող է ոմանց համար սիրային է, ոմանց մոտ դա ընկեր է կամ ինչ որ մեկը որ կարող է օգնել։ Կամ այդ կնոջ տղան է կարող է լինել։ Ձեր ընկերն է, հա, մայրը այդքան էլ լավը չի։ Նա ամենայն դեպս, հա, ինչ որ նմանատիպ ոչ մի բան։ Հեռախոսազանգ կստանաք, կարող եք հուզվել այդ հեռախոսազանգից կամ բարկանալ կամ արտասվել նաև, բայց սա ուրախության արդյունքներ են։ Ուրախ եք լինելու, տրամադրությունը բարձր է լինելու, ինչ որ մի զանգ է, որը որ ձեր տրամադրությունը կբարձրացնի կամ ինչ որ մեկն է, ով որ ձեզ համար շատ կարևոր է։ Եվ այդ օրը նաև փաստաթղթերի հետ կապված կարող եք աշխատել, տեղեկատվություն ստանալ, փաստաթուղթ ստանալ, ստորագրել եւ այլն, այն ինչ որ կապված է տեղեկատվության եւ փաստաթղթի հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 17-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը որևիցե լավ լուր կլսեք, բարի լուր, ոմանց մոտ ծննդաբերություն է, հղիություն է, ձերն է, ձեր դիմացի, հա, ձեր հարազատ մարդումն է։ Նաև որվա ընթացքում օձեր կան, որոնք որ բավականին նախանձ են։ Կարող է հաջողություն է դա նաև այն ինչ որ մի ոլորտում եւ սկսում են ձեզ նախանձել։ Ամենայն դեպս օծություն է նաև կողանանել ձեր հանդեպ եւ ոչ թե տղամարդու այդ հանդիպում շփում ծանոթություն ոմանց համար ձեր սիրելին է ձեր տղան է ձեր եղբայրն է գալիս է տուն կամ իր մոտ է կարող է հաջողություն լինում եւ ընդհանուր հարևանները կամ հարազատները սկսում են նախանձել ամենայն դեպս դռները բացվելու ձեր առջեւ այդ օրը կամ այդ օրվանից սկսված, ինչ որ կզգաք տարբերություն, որ նոր հնարավորություն է ձեզ տրվում եւ ինչ որ մի հաջողություն կունենաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 17-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, հնարավոր է հանկարծակի լուր եք լսում, դա է էմոցիաների պատճառը։ Նաև օրվա ընթացքում մտքեր կունենաք շատ բաների մասին, կմտածեք տարբեր բաների կամ ինչ-որ մեկի մասին հստակ կարող եք մտածել եւ բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, ոմանք հղիության, ծննդաբերության, ոմանք էլ ուղղակի ինչ-որ մի լավ լուր է դա։ Եվ ձեր ձեռքից բացեք թողնելու ինչ-որ մի հնարավորություն կամ բժշկին տեսնելու, բուժվելու, մատչելի բուժվելու, անվճար, ինչ-որ մի բան է, որը որ այս պահին կարող եք ասել, դե չէ, անվճար բուժումը որն է կամ չէ, ինձ այս պահին հարմար չի, բայց դա ձեզ հնարավորություն է ունակ այդ բժշկին տեսնելու, այդ մարդուն տեսնել, որը բժշկի հետ է կապված կամ հիվանդանոցի հետ է կապված։ Ոչ հնարավորություն է կամ բուժվելու նաև։ Եթե այստեղ երեխա է ծնվելու, ապա այստեղ հնարավորություն կստեղծվի, որ մտնեք ներս, բայց ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի բանի դիմաց դա կարող է նաև լինել։ Եվ օրվա վերջ ինչ-որ մի բան առաջ կգնա, ինչ-որ մի բան կզարգանա ձեզ մոտ, ինչ-որ մի փոփոխություն տեղի կունենա, գործերում կարող է հաջողություն լինել, բիզնեսում զարգացում, առաջ խաղացում, ինչ-որ տարբերություն է կարող եք նկատել։ Եվ հիվանդանոցում, եթե ինչ-որ մեկը կա, դա կարող է լինել նաև հանկարծակի լուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 17-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը օձեր կան, այդ օձերը կարող են խառնել ձեր ընտանեկան հարաբերությունները կամ սիրային հարաբերությունները, եթե ամուսնացած եք, եթե ոչ, ծնող երեխա հարաբերությունները կարող են նաև այդ օձությամբ ինչ-որ մի բան անել եւ դուք վիճ եք։ Այստեղ նաև կարող է աշխատանքի հետ կապված լինի ոմանց վեճը, որ տանից ինչ-որ մեկին ստիպեք, որ աշխատի, վիճ եք այդպես նեղանակ անգամ իրանից ոմանք այդ օրը շատ աշխատանք ունենան, ոմանք կարող են ընդունվել աշխատանքից, կարող է աշխատանքի վայրում ձեր հարազատներ այնում, որ հարազատ եք արդեն համարում իրենց հետ վիճակ եւ խառնեն ձեզ այստեղ օձերը։ Բացի դա էլ կարող եք գնալ հարցազրույցի, կարող է բիզնեսի հետ կապված ինչ-որ հարցեր, որ այդ օրը կարող եք լուծել։ Եվ սպասում եք, ինչ-որ մեկին կարող եք սպասել օրվա ընթացքում, հնարավոր է ձեր սիրելի մարդկանց, ձեր սիրելիին, ձեր երկրորդ կեսին, հարազատներին, նաև ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն լսել, անել սիրո խոստովանություն, ձեզ լավ զգաք ձեր աշխատանքի վայրում օրինակ, եթե չեք աշխատում, ապա ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որ դուք ձեզ շատ լավ զգաք։ Եվ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, կարող իրան եք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 17-ին։
Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ շատ հաջողությամբ իդեպ կլուծեք, կավարտեք, նաև դա կարող է լինել ժառանգության հետ կապված հարցեր, վարկ եւ այլն, յուրաքանչյուր բան այդ օրը կլուծեք, կանեք, կավարտեք հաջողությամբ։ Ոմանք կարող են իրենց սիրված գալ, որ ամեն ինչ արեցին, ավարտեցին, ոմանք նաև կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անել, դուք անեք, ձեզ անեն, նաև դա կարող է լինել հանդիպում, շփում ձեր սիրելի մարդկանց հետ, ձեր հարազատ մարդկանց հետ եւ ձեզ լավ զգաք իրենց մեջ։ Եվ ժամը ձեզ համար շատ կարեւոր է։ Այն երեկոյան ինչ որ կամ շատ ժամին կնայեք, կամ կուշանաք, կամ ուշ տուն կգնաք, կամ ուշ ինչ որ մարդիկ տուն կգան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 17-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը տան հետ կապված ինչ որ հարցեր են, որոնց համար ելք եք փնտրելու։ Տան մասին կարող է ինչ որ վատ լուր է, ինչ որ մի տուն եք տեսել, տվել են վարձով, վաճառել են։ Նաև ուղղակի, ինչ որ մի բան է կամ առիթ է, փնտրում եք ինչ որ տարածք, որ առիթը նշեք, կամ ընտանիքի հետ կապված ինչ որ բան է, որը որ եւս էլի ելք եք փնտրելու։ Օրվա ընթացքում կստանաք երկար սպասված նամակ, տեղեկատվություն, փաստաթուղթ, փաթեթ, նաև եթե բան եք պատվիրել կարող է գալ։ Սպասում եք ամենայն դեպս օրվա ընթացքում նաև կսպասեք կամ ինչ-որ մեկին կամ հենց դրան եք սպասում։ Կամ դա կարող է իրարից տարբեր բաներ են ուղղակի, եւս սպասեք։ Եվ այստեղ կամ այն ինչ որ ուշանում էր, դա կարող է սկսել զարգանալ եւ քիչ-քիչ առաջ գնալ։ Կամ զարգանալու հետ կապված ինչ-որ մի բանի առաջ խաղացման հետ կապված դեռ պետք է մի փոքր սպասեք, օրինակ 2 ամիս, 2 ամիս ու կես, դուք ավելի լավ կիմանաք, եթե ինչ-որ մի բան է այդ օրը ձգձգվում է, ուրեմն պետք է հասկանաք, որ դեռ կարող է 2 ամիս, 2 ամիս ու կես, պետք է սպասեք։ Եվ ձեզ կարող են սիրո խոստովանություն անել եւ դուք տատանվում եք, մտածում եք, հնարավոր է նաեւ տատանվում եք, անեք թե ոչ, ձեր սիրելիների հետ կապված ինչ որ հարցում եք, տատանվում նաեւ կամ ասեք, չասեք, կամ հանդիպեք, չհանդիպեք, ինչ որ մի բան է, որ եւս կարող է իրենք ինչ որ մի բան ասած լինեն եւ տատանվեք, կամ ամուսիններով օրինակ նստում եք եւ ինչ որ բան եք որոշում, այդպես ծանրութեթև եք անում։ Բացի դրանից սա կարող է ժամադրության հրավեր է, որը եւս մտածում եք գնաք թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։
ինչ է սպասվում ձկներին հունիսի 17-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կամ օցերից եք լուր լսելու, կամ ինչ-որ բան են արել, հանկարծակի լուր կարող եք լսել իրենց արարքից, կամ իրենց հետ կարող եք խոսել եւ իրենք ինչ-որ մի բան ասեն, որը շատ հանկարծակի է ձեզ համար։ Նաեւ հաջողություն ունեք այդ օրը, դռները բաց են, կարող եք յուրաքանչյուր գործ այդ օրը անել, ավարտել։ Նաև մտածում եք կամ ինչ-որ մարդկանց մասին կմտածեք օրվա ընթացքում կամ ինչ-որ բաների մասին կամ տարբեր բաների, ինչ-որ մտքեր են, որոնք որ կգան ձեզ մոտ օրվա ընթացքում եւ զարգացում, առաջ խաղացում կամ այդ օրը կունենաք կամ դրա հետ կապված ելք եք փնտրելու, որ ինչ-որ մի բանը ձեզ մոտ առաջ գնա, զարգանա, ինչ-որ մի բան կանգնած է եւ հիմա ելք եք փնտրելու։ Եթե չէ, ապա ինչ-որ մի բան այդ օրը առաջ կգնա, կզարգանա, դե օրը ձեզ ցույց կտա արդեն եւ օրվա վերջ միևնույնն է էլի ինչ-որ մի հարցի շուրջ ելք եք փնտրելու, ինչ-որ մի բան անելու համար։ Նաեւ դա նաեւ վատ լուր է, բայց ըստը դե չեմ տեսնում ինչի մասին է վատ լուրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։